Պարոն Ղազարյան, դուք 5-րդ անգամ փորձ արեցիք հանդիպել ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, սակայն պարզ դարձավ, որ այս անգամ էլ նա հրաժարվել է ձեզ հետ հանդիպել։ Շարունակում է նույն պատճառաբանությունը մնալու ձեզ։ Ոչ թե ինձ, այլ ինձ տեղեկացվել եմ ազգային ժողովից զանգեցին, ասացին, որ պարոն Ռուբինյանը հարկ չի համարում ընդունելության արժանացնել միայն ինձ, այսինքն այլ քաղաքացիների հետ հայտարարված ընդունելությունը կայանում է, ինքը փաստորեն ողջ առողջ է, իր հետ ոչինչ չի պատահել, չնայած վերջին հարցազրույցները, բայց ինքը ի վիճակի է ընդունելություն կազմակերպել, բայց ինձ ընդունելության չի արժանացնում, այսինքն պարոն Ռուբինյանը 5-րդ անգամ իրականացնում է նույն հանցագործությունը, որը նկարագրված է Քրեական օրենսգրքի 203 հոդվածում, այն է խտրական վերաբերմունք քաղաքացու նկատմամբ պայմանավորված նրա քաղաքական հայացքներով։ Իդեպ ասեմ, որ նախորդ անգամ ես դիմել էի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, հիմա էլ կդիմեմ, հենց այստեղից ճեպազրույցից հետո, եւ նրանք վարույթ էին նախաձեռնել եւ ազգային ժողովից պարզաբանել էին ՄԻՊ-ի գրասենյակին, որ հատկապես Ռուբեն Ռուբինյանը եւ Հակոբ Արշակյանը Էդգար Ղազարյանին ընդունելության չեն արժանացնում որպես քաղաքական գործիչ, այսինքն իրենք իրենց գրավոր մեկնաբանությամբ հաստատել են խտրականության փաստը պայմանավորված քաղաքական հայացքներով։ Ասեմ ձեզ, որ այս ընդունելությունների հեղինակը իրենք են, սա ես չեմ, ես նոր քիչ առաջ փորձեցի ընդունելություն խնդրեմ ազգային ժողովի նախագահին, հիմա էլ հեռախոսը չի պատասխանում, չգիտեմ ինչի, երևի սուպերսակոն ստեղ կարող է առանձնացել են, հավանաբար, հեսա նորից կփորձենք կապ հաստատել ազգային ժողովի ընդունահանի հետ, որպեսզի իրան էլ տեղյակ պահենք այս իրավիճակի մասին, արդեն 4-րդ ամիսն է, ազգային ժողովի փոխնախագահները եւ 5-րդ ամիսը ներեցեք, մենք մայիս ամսից ենք սկսել այս գործընթացը, 5-րդ անգամ արդեն ընդունելության չեն արժանացնում ցուցաբերելու խտրական հիմա մարդը կարող է տեղյակ չի։ Հաջորդեցին բացի այդ վարույթը ՄԻՊ-ի, որին արձագանք եղավ ազգային ժողովից հետո, ինչ եղավ, որովհետեւ գիտեմ, որ մի քանի վարույթներ կարծեք կարճվել են։ Ոչ թե կարճվել են, այլ նախ վարույթներ չեն նախաձեռնել, ես բոլոր գործերով դիմել եմ դատախազություն, վաղնել եմ դիմելու, ուղարկում են Արաբկիրի քննչական բաժին, այնտեղ հրաժարվում են վարույթ նախաձեռնել, ես բողոքարկում եմ եւ այս պահի դրությամբ արդեն ունեմ 2 շահած դատ եւ դատարանը պարտավորեցրել է քննչական կոմիտեին նախաձեռնել վարույթ։ Ինչ է հետաքրքիր, որ դատանի պարտավորեցնելուց հետո քննչական կոմիտեն հոկտեմբերի 16-ին նախաձեռնում է վարույթ, 17-ին հայտարարում է վարույթը ավարտելու մասին առանց որևէ վարույթային գործողություն անելու։ Ես ներկայացնում եմ 9 միջնորդություններ այդ վարույթի շրջանակներում, որ հարցաքննություններ անեն, նույնիսկ ինձ որպես վկա, որպես տուժող այդ վարույթում չեն, այսինքն վարույթը նախաձեռնել են, ոչ տուժող կա, ոչ վկա կա, ոչ մեղադրյալ կա, ու անմիջապես վարույթը փորձում են կոծկել, փակել։ Խոսքը ընդունելությունների մասին է, բայց դատանի որոշում կա, իսկ իրենք պարտավոր են այդ վարույթները նախաձեռնել եւ ես հետեւողականորեն շարժվելու եմ այդ ուղղությամբ, այսինքն այս պայմանությամբ ես արդեն մի խմբակցություն եմ ձևավորել ԿՊ-ի ներսում հանցագործների 24 հոգի մեջը ներառված են, երևի Ռուբինյանի նշանակեն խմբակցության ղեկավարը, որովհետեւ ինքը չեմպիոնն է ամենաշատ չընդունելու հարցում։ Չէ, իրանք կապած թե ով ինձ ընդունելության չի արժանացրել, այսինքն այնտեղ կրկնահանցագործության դեպքեր կան, ընդհանուր ընդունելության չարժանացնելու քանակը շատ է, բայց ասենք Հակոբ Արշակյան 4 հատ, Ռուբինյանը դառավ 5 հատ, այնտեղ էլի պատգամավորներ կան, որ կրկնակի հանցագործություն։ Ես մի խոսքով ԿՊ-ի ներսում արդեն 24 հոգանոց խմբակցություն ունեմ եւ ես կարծում եմ, որ իրանք մի փրկություն ունեն այս հանցանքից ի վերջո արդարացվելու, վարույթը կարճվելու, որ գնան Հայկ Մամիջյանի մոտ եւ միանան վարչապետին անվստահություն հայտնելու գործը։ Մեզ հենց այդքան էլ պակասում է մոտավորապես։ Եթե հիմա ԿՊ-ից 24 հոգի միանա նախաձեռնությանը, վարչապետին հնարավոր կլինի անվստահություն հայտնել, մենք է կպրծնենք, իրանք է կպրծնեն։ Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը որակում են անլուրջ։ Այսինքն եթե մի